Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին առաջարկում է Երևանի եւ Բաքվի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Facebook-յան գրառմամբ նա շեշտել է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Կողմերը խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքներն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, իսկ Բաքուն պայմաններ է առաջ քաշում, մասնավորապես Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հարակից կառույցների լուծարում։ Բաքուն կրկին հաղորդում է, թե մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները իբր Եղեգնաձորի շրջանի Արփա բնակավայրի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի հերթական կեղծիքը։ Բաքուն արդեն 5-րդ օրն է հայկական կողմին մեղադրում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերքել է բոլոր մեղադրանքները։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ Facebook-ում գրել էր. Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, իսկ իր հանձնարարականը պաշտպանության նախարարությանը հստակ է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Երևանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել պաշտպանության նախարարությունը։ Նախագծում նշված է, որ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության, համադրման եւ համակարգման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։ Երկու երկրների ղեկավարների զրույցը շուրջ 1 ժամ է տևել։ Զելենսկին իր հերթին հայտնել է, որ քննարկել են էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը։ Նա նաեւ հայտարարել է, որ Կիևը համաձայնել է առանց նախապայմանների կրակի ամբողջական դադարեցման մասին ամերիկյան կողմի առաջարկին։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ուկրաինական ատոմակայանները Վաշինգտոնի վերահսկողությանը փոխանցելու հարցը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունակ է դա անել։ Մենք կարող ենք դա անել, մենք ունենք տեխնիկական մեծ փորձ այդ կայանները շահագործելու համար, ասել է Ռայթը։ Իր հերթին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ էլեկտրակայանների հարցը բարձրացվել է, բայց միայն Զապորոժիեի ատոմակայանի առնչությամբ, որն այժմ գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։ Եմենի հյուսիսում իշխող հութիների Անսար Ալլահ ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին։ Հութիների զինված ուժերի ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան շեշտել է, գործողությունն իրականացվել է Պաղեստին 2 գերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ եւ հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նա նաեւ հաղորդել է Կարմիր ծովում ռազմանավերի վրա, այդ թվում ամերիկյան Հարի Թրումեն ավիակրի եւ դրա հետ կապ ունեցող ռազմանավերի վրա հարձակման մասին։ Հութիները Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ակտիվացրել են Գազայի հատվածում իսրայելական գործողությունների վերսկսման ֆոնին։